ի տարբերություն անցած 25 տարվա, այսպես ասեմ, հա, պետական քաղաքականության Սփյուռքի հանդեպ, այս իշխանությունը պաշտոնապես ստանձնեց ոչ ֆորմալ առումով Սփյուռքը կազմակերպելու Թուրքիայի պահանջը իրականացնողի գլխավոր դերակատարումը։ Սա է ամբողջ խնդիրը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի անտեսելի դեպ, ադրբեջանական Սփյուռքի ձևավորման աշխատանքներն եւ գործունեության ես անձամբ հետևում եմ եւ պիտի ասեմ ձեզ, որ զուգահեռ է գնում այս process-ը։ Մերը թուլանում է, իրենց ուժեղանում է։ Իրենք այո ունեն թուրքական լոբին, իրենց թիկունքին, ունեն IPAC-ի նման հզոր հրեական կոնգրեսը կամ լոբիստական կազմակերպության աջակցություն Միացյալ Նահանգներում եւ իրենք ձևավորվում են արդեն եւ խնդիրը դրված հետևելով մի քանի այսպես փոքր դեռ մասշտաբով լոբիստական խմբավորումների եւ գաղափարախոսական եւ արժեքային այսպես թղթերին, թղթաբանության իրենք խնդիր են դրել երկու հարց լուծել Թուրքիայի հետ միասին Սփյուռքում ջարդել ողնաշարը հունական եւ հայկական լոբիստական խմբավորումների եւ կազմակերպվածության եւ խնդիր են դրել ռազմավարական խնդիր են դրել հնգամյա եւ իրենք լուրջ աշխատանք են տանում դրա հետ կապված։ Հիմա այս ամբողջին եթե փորձեք գումարել այն պարակտիչ գործունեությունը, որով այս իշխանությունը զբաղվում է իր հանձնակատարով ու չգիտեմ ինչերով եւ այլն, առավել եւս որ գոյություն ունի իբր աշխատակազմի ղեկավար, որը իրենից դուրս նույնիսկ նվիրապետական աթոռը մայրաթոռ Սուրբ Էջմիածինն ու Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսություն չի կարողանում իրարից տարանջատել։ Այս ամբողջը եւ ինքը աշխատակազմի ղեկավար է, հասկանում եք, արևելագետ։ Հիմա այս ամբողջը երբ որ կողք կողքի ենք դրում խճանկար մեզ համար պարզ է դառնում։